Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք խոզի միսը հիանալի տարբերակով։ Այս տարբերակով պատրաստվածը միշտ ստացվում է ընտիր և շատ փափուկ։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Նախապես վերցրել եմ 1 կգ յուղոտ խոզի միս, ավելացրել եմ 2 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սև պղպեղ և 1 գլուխ սոխը կտրտած, կարող եք ավելի մեծ չափերի կտրտել կամ ուղղակի այսպես զառի չափով կտրտել սոխը։ Այնուհետև սառնարան եմ տեղափոխել մի քանի ժամով։ Հիմա ինչ ենք անում, սոխը առանձնացնում ենք նախքան տապակելը, չենք տապակում միասին, որովհետև սոխը բավականին արագ է եփվում, իսկ միսը ավելի ուշ, հենց դա է պատճառը, որ առանձին ենք տապակելու։ Ավելացնում ենք տաքացած թավայի մեջ մի փոքր բուսայուղ, կարող եք կարագ ավելացնել, բայց քանի որ յուղոտ է միսը, ես նախընտրեցի շատ քիչ ավելացնել բուսայուղը։ Հիմա այսպես բոլոր կողմերով պետք է կարմրացնենք, այստեղ մի գաղտնիք ասեմ, պետք է անպայման կափարիչը փակ եփել, կափարիչը փակ վիճակով եփելու ընթացքում ավելի փափուկ է ստացվում խոզի միսը։ Սկզբում մի փոքր ավելի բարձր ենք անում կրակը, այնուհետև իջեցնում ենք և ավելի ցածր կրակով ենք սկսում տապակելը, պետք է այսպես բոլոր կողմերը լավ կարմրած լինեն։ Կարող եք սոխը հենց ավելացնել մսի վրա, բայց ես նախընտրում եմ առանձին տապակել սոխը և պետք է այնուհետև ավելացնենք տոմատի մածուկը։ Տոմատի մածուկը 1 ճաշի գդալ տոմատի մածուկի վրա ավելացնում ենք մի փոքր եռման ջուր, խառնում և ավելացնում սոխի վրա։ Այնուհետև պետք է ավելացնենք աղ։ Աղը այդքան էլ շատ չեմ ավելացնում, քիչ եմ ավելացնելու, քանի որ միսը արդեն իսկ համեմված է աղով և սև պղպեղով։ Մի փոքր էլ սև պղպեղ եմ ավելացնում և մսերը տեղափոխում ենք այս թանձրուկի մեջ։ Պետք է կափարիչը դնենք վրան և կեփենք 10 րոպե ցածր կրակով, ընթացքում չենք մոռանում խառնելու մասին։ Հիմա նաև կավելացնենք կանաչիները, այստեղ ունեմ համեն մաղադանոս և սամիտ։ Այս բոլորը մանր կտրտում ենք և ավելացնում մսի վրա։ Անուշ բուրմունք է տարածվել խոհանոցում, իսկապես շատ համեղ է ստացվում սիրելիներս, այս տարբերակով պատրաստեք խոզի միսը և շատ փափուկ ու համեղ կստացվի։ Իսկ եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, նաև բաժանորդագրվել ալիքին և մեկնաբանություններում թողնել ձեր կարծիքը։ Շնորհակալություն ձեր դիտումների և լայքերի համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով նոր և համեղ բաղադրատոմսերով։